Ես ուզում եմ կարդամ Հռոմեացիների 8-րդ գլխի 31 համարից, որովհետև գիտեք, այս օրերի մեջ հնարավոր է այդպես շատ վիճակներ տիրեն մեզ վրա եւ ընդհանուր աշխարհում ինչ որ կատարվում է, շատ հարցեր, շատ խնդիրներ այդպես մեր վրա ազդեն եւ տեսնելով տարբեր իրավիճակներ, դրանք կարան մեր վրա ազդեն։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև մարդ կարող է հավատքի մեջ թուլացած լինի, հավատքի մեջ տկարացած լինի, չգիտեմ, եւ ավելի շատ ոչ թե ավետարանի խոսքին հավատա, այլ երևույթը տեսնելով, այլ մտքեր, խորհուրդներ, չէ, այդպես սատանայի մտքեր, այդպես այս աշխարհում կատարվելիք տարբեր բաների իր վրա այդպես ազդեցություն թողնեն։ Դրա համար ուզում եմ կարդամ մի քանի համարներ, որպեսզի մեր սրտերը մխիթարվեն, ուրախանանք եւ սպասենք մեր Տիրոջը մեր սրտերի մեջ։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 31 համարից եմ կարդալու։ Ուրեմն ինչ ասենք այս բաներուն համար, եթե Աստված մեր կողմն է, ով պիտի ըլա մեզի հակառակ։ Ան որ իր որդին չխնայեց, հապա մեր ամենուն համար մատնեց զանիկա, ալ ինչպես անոր հետ բոլոր բաները մեզի չի պարգևեր։ Եվ տեսեք 33 համար, հետարքիր համարա, ով է որ Աստծոյ ընտրածներուն դեմ մեղադիր կլայ, Աստված է որ կարդարացն է։ Կարծես հարցի պես է, չի ասում, ով է որ Աստծո ընտրածների դեմ մեղադիր կլա, այսինքն ով է որ Աստծո ընտրածների դեմ ինչ որ բաներ է մեղադրում։ Եվ ինչքան է լինում, որ մենք կարող է սայթակենք, մենք կարող է ընկնենք։ Ես խոսում եմ անկեղծ հավատացյալի մասին, անկեղծ հոգևոր մարդու մասին, ծուռ մարդկանց հետ ես գործ չունեմ։ Խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր անկեղծ Տիրոջ երեսն են փնտրում։ Կարող է ընկնեն, սայթակեն, եւ դրանից հետո ինչքան մտքեր կարան մեզ տիրեն, ինչքան վիճակներ կարան մեզ տիրեն, մեզ մեղադրելու, մեզ նախատելու, չէ, այդպես դեսպես էլ ոնց գնաս ավետարանին, այդպես ոնց գնաս էլ աղոթքի, այդպես ոնց գնաս պաշտամունքի, հլքո վիճակին նայի, եւ ինչքան է լինում, որ մեր հայացքը կարծես ուղվում է մեր վիճակին, դա շատ լավ է, այո, որ մեր վիճակին նայում ենք, բայց ավետարանը մեզ նաեւ ուրիշ տեղ է ցույց տալիս, որ մենք տեսնենք, իր խոսքին նայենք, տեսնենք, թե Աստված մեզ ինչ է ասում, եւ ասում է, ով է որ Աստծո ընտրածներուն դեմ մեղադիր կլա, Աստված է, որ կարդարացն է։ Տեսեք, եթե ես եմ ինձ արդարացնողը, ինձանից հույս չկա, ես ինչ արդարացնեմ ինձ, ժողովուրդ ջան։ Կամ որևիցե մեկը չի կարող ինձ արդարացնի, որևիցե մեկը մեկին չի կարող արդարացնի։ Աստված է, որ կարդարացն է։ Իսկ եթե Աստված արդարացնում է, ով կարա մեղադիր լա, ով կարա մեղադրի, ով կարա մի բան գտնի, եթե Աստված արել։ Եվ Աստված ինչպես է այդ գործը արել, ինչպես այդ գործը արել։ Դրա մասին ուզում եմ կարդամ նույն Հռոմեացիների 5-րդ գլխի 7-րդ համար, վասնզի արդարիմը համար հազիվ կրնայ մեկ, բայց կրնայ մեկը մեռնիլ, բայց բարի մարդու համար կարելի է որ մեկը համարձակի մեռնիլ, սակայն Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք, հայտնեց, երբ դեռ արդար էինք, թե երբ մեղավոր էինք։ Աստված իր սերը մեզ հայտնեց այն ժամանակ, երբ որ բարի գործերի մեջ էինք, երբ որ այդպես սրբության կյանքի մեջ ենք, ասում է հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք։ Քրիստոս մեզի համար մեռավ։ Ուրեմն հիմա, որ իր այրունով արդարացանք, որչափ ավելի իրմով պիտի ազատենք բարկութենեն։ Ումով արդարացանք, իր այրունով արդարացանք, ժողովուրդ։ Իր այրունով արդարացանք, մարդկային արդարությունը կեղտոտ լաթի պես է։ Բայց Աստված, որ արդարացնում է, եւ Աստված իր որդիով է արդարացնում մարդուն, իր որդու այրունով, որովհետեւ նորից եմ կարդում Հռոմեացիների 8-րդ գլխի 34 համարից։ Ուրեմն ով է որ կդատապարտե, Քրիստոս է, որ մեռավ, մանավանդ որ հարություն առավ, ու Աստուծոյ աջ կողմն է, որ նաեւ մեզի համար բարեխոսություն կնե։ Ուրեմն ով պիտի զատե մեզ Քրիստոսի սերեն, տառապանքը, կամ նեղությունը, կամ հալածանքը, կամ սովը, կամ մերկությունը, կամ վտանգը, կամ սուրը, ինչպես գրված է, ամեն օր քեզի համար կսպանվինք, մորթվելու ոչխարի պես կսեպվինք, հապա այս ամեն բաներուն մեջ ալ ավելի հաղթող կլանք անով, որ մեզ սիրեց։ Վասնզի ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաները, ոչ գալու բաները, ոչ բարձրություն, ոչ խորունկություն եւ ոչ ուրիշ արարած կրնայ մեզ զատել Աստծոյ սերեն, որ Քրիստոս Հիսուս մեր Տերոջմեն է։
Այսինքն չկա այդպիսի մի մեկը, որ կարողանա մեզ զատել Քրիստոս Հիսուսից, չկա այդպիսի մեկը։ Աստվածը այս գործը սկսել մեր կյանքում։ Մենք մեր կյանքում ոչ մի գործել չենք սկսել, ոչ մի լավ գործ չենք սկսել։ Մեր կյանքի բոլոր գործերը վատն են եղել, բայց Աստված այս բարի գործը սկսել է մեր կյանքում, եւ եթե մենք մնանք հավատքի մեջ, ավետարանի հետ հաղորդ լինելով, անպայման Աստված այս գործը միջև վերջ կտանի։ Եվ գիտեք, շատ դեպքեր ա լինում, որ երբ որ այդ մտքերը գալիս է մարդուն, որ այդպես անգամ կարող է մտքեր կան, որ ներված չեն քո մեղքերը, չէ։ Իմ հետ ինչ եղել է, դա եմ ասում, որ քո մեղքերդ ներված չեն, եւ դու այդպես ընկճվես, հուսահատվես, բայց երբ որ կարդում ես այս խոսքերը, որ Աստված Հիսուս Քրիստոսի այրունով արդարացնում է մարդուն, մաքրում է մարդուն, եւ եթե խոստովանենք մեղքերնից հավատարիմ ու արդար անիկա մեր մեղքերին քավություն տալու, չէ, այդպես է գրված։ Բայց այդ մտքերի մեջ ավելի ընկճվում ես, ավելի թուլանում, հեռանում ես ավետարանից, հեռանում ես աղոթքից, բայց երբ որ նորից դառնում ես ու տեսնում ես, թե Աստված ինչ արել քո համար, ուրախանում ես, տեսնում ես, որ քեզանից ոչ մի բան կախված չի, ոչ մի բան, որ դու անես ու արդարանաս Աստծո առաջ։ Ես մի դեպք եղավ, ճիշտն ասած, մի անգամ շատ վատ էր վիճակս, այդպես հոգեպես շատ վատ էր, եւ աղոթքի մեջ է այդպես, աղոթք է անում, եւ չգիտեմ, էլի չեմ կարող ասեմ ինչ տեղի ունեցավ, բայց հետարքիր մի բան տեսա աղոթքի մեջ, շատ հետարքիր էր, այդպես ես կանգնած էի եւ իմ առջեւ շատ մեծ դռներ էր, այդպես շատ մեծ դռներ էր, եւ այդ դռների մոտ կարծես երկու այդպես զինվորներ էին կանգնած իրանց բաներով այդպես, եւ ես այդպես կանգնած էի ու չգիտեմ ինչի, համ աղոթքի մեջ եմ, համ այդպես բան եմ տեսնում, եւ այնքան էի ուզում, որ այդ դռները բացվեր, այնքան էի ուզում, որ բացվեր, որ մտնեին ներս, բայց ոչ մի բան չէր ստացվում, ոչ մեկ ինձ ուշադրություն չէր դարձնում այդտեղ, եւ կարծես այդ պահին անգամ մենք քո լավ գործերը, քո արդարությունը, քո ծառայությունը, չգիտեմ ինչ ուզում ես բեր, երբ որ բերում ես, էլի ոչ մի բան տեղի չէր ունենում, բայց ես հիշում եմ այդ պահին ոնց որ այդ տեսարանի մեջ եւ նաեւ աղոթքի մեջ է այդ պահին եւ այդ տեսարանի մեջ այսպես ձեռքերս այսպես բարձած, որ էլի ինչ բան չունեմ էլ բերելու, էլ դատարկ մնացի, այսինքն ամեն ինչ բերեցի, բայց կարծես դուր չբացվեց այդ դռները եւ այդպես հիշում եմ, որ այսպես ձեռքերս պահած եւ կարծես մի քանի կաթիլ այրուն թափվեց ձեռքերիս մեջ եւ դա Քրիստոսի այրունն էր եւ ես տեսա որ այդ զինվորները այնպես խառնվեցին իրար կարծես իրանց համար հեղինակավոր մեկն էր եւ այդ դռները անմիջապես բացվեցին եւ ես ինչ հասկացա այդտեղ ժողովուրդ որ անգամ այն իմ ամենաընկած վիճակում այն իմ թուլացած ու ջախջախված վիճակում Քրիստոսի այրունը կարա ինձ համարձակություն տա սուրբ տեղը մտնելու եւ անգամ այն ամենալավ վիճակում երկու տարբեր բաներ ամենալավ վիճակում ամենաշատ գործած ժամանակ ամենալավ բաներ արած ժամանակ միևնույնն է դրանցով չի որ ես պիտի գամ Աստծո առաջ եւ ասեմ ինձ համար բաց քո դռները ինձ արդար տես այս գործերի համար միևնույնն է գործերից չի որ մեկը պարծենա հապա Քրիստոսի այրունն է մեզ մաքրում եւ արդարացնում եւ համարձակություն տալիս սուրբ տեղը մտնելու ուզում եմ կարդամ երկու համարել եւ վերջացնեմ առաջին Կորինթացիների 15:55-ն եմ կարդալու Առաջին Կորինթացիների 15:55 Մենք այդպես հնարավոր է այդպես թուլանում ենք, գիտեք, այդ մտքերից եւ պատերազմը թեժանում է, բայց չթուլանանք։ Եվ գիտեք, մտածում եմ, ես իմ համար այսպես մտածել եմ, որ եթե մարդու կյանքում մարդը եթե ավետարանի խոսքին հավատա, ես հիշում եմ մեր վրեժ եղբայրը մի անգամ պաշտամունքների ժամանակ էր ասեց ամենամեծ հրաշքը ոչ թե նա է, որ մարդը հավատա, տեսնի ինչ-որ բան, մեռելի հարություն եւ այլն, հավատա այդ ամեն ինչին։ Լավ է որ հավատում է, բայց ես հիշում եմ եղբայրը այդպես պաշտամունքի ժամանակ ասում էր, որ ամենամեծ հրաշքը նա է, որ մարդը ավետարանին է հավատում, ավետարանին հավատաս։ Հիմա տեսեք, կարող է չէ շատ վիճակներ տիրեն, շատ մտքեր, բայց երբ որ ավետարանի խոսքին ես նայում եւ հավատում ես, սիրտդ ուրախանում է, ներսդ նորից փափագ ու կարիք ու ցանկություն առաջանում ավետարանին գնալ։ Եվ անգամ այդ վախերի այդ մտքերի մեջ հաջորդ միտքը որն է, որ այսպես որ մեռնես Աստծո առաջ ոնց ես կանգնելու, չէ՞։ Եվ ինչ է տեղի ունենում մահվան վախով մարդկանց այսպես ընկճած, մահվան վախով կներեկեն, որ այսպես տուպիկ տարած եւ մարդը այդ վախերի մեջ է եւ այլևս չի ուզում մեռնի, որովհետեւ ինքը մտածում է, որ մեռնի, բա ոնց է Աստծո առաջ կանգնելու, որտեւ ինքը շատ հանցանքներ ունի, շատ մեղքեր ունի, հայտնվել է սխալների մեջ։ Բայց տեսեք, ուր է ով մա քու խայթոցը
Ուր է ով գերեզման քու հաղթությունը։ Ուր է ով մահ քու խայթոցը։ Արդյոք հավատացյալի համար մահ կա, արդյոք հոգևոր մարդու համար մահ կա։ Չկա, ժողովուրդ ջան, այո, թեկուզ սայթակենք, թեկուզ ընկնենք, բայց մի բանի հավատանք, Հիսուսի այրունը կարող է մաքրել մեզ։ Չթուլանանք, չընկնենք սատանայի մտքերի հետևից, ապա գնանք դեպի ավետարանը, գնանք ներքին սենյակների մեջ, ներկայանանք Աստծո առաջ այնպես, ինչպես կանք։ Ինչպես անառակ որդին, որտեղ կարար մաքրվեր, որտեղ տեղ կար մաքրվելու նոր գնար, չկա այդպիսի տեղ, չկա, որտեղ մաքրվի այդ մարդը։ Նա ինքն չորոշեց, ասեց ելնեմ գնամ իմ հորս, այսինքն վերջնական իմ մեկը ապրելու տեղը իմ հորս մոտ է, որովհետև միայն իմ հայրս կարող է հասկանալ այն, ինչ որ ես արել եմ։ Միայն իմ հորս կարամ գնամ խոստովանեմ եւ իմ հայրս ինձ ների, ով կարա ների։ Ով կարա, ժողովուրդ ջան, եթե ես իմ արածները այսպես անգամ իմ ընտանիքին ասեմ, կարող է իմ ընտանիքը ինձ տնից դուրս հաներ։ Իմ գործած հանցանքներն ու մեղքերը։ Հասկանում եք, բայց երբ որ գնում ես Տիրոջը, չէ որ Տերը ամեն բան տեսել է, սիրտդ բացես Աստծո առաջ, խոստովանվես Տիրոջ առաջ, ինչպես անառակ որդին, ելնեմ գնամ իմ հորս։ Գնաց հորը եւ ասեց հայր արժանի չեմ, խոստովանություն արեց, այո, եւ հայրը թե ասեց գնա մի քիչ մաքրվի, թե ասեց գնա մի տեղ մի քիչ մաքրվի նոր արի։ Սա էլ պատմեմ եւ վերջացնեմ։ Այդպես ես հոգեվոր բան սովորեցի այս բանից։ Մի անգամ կարծեմ պատմել եմ, մի անգամ մեքենաս այնքան կեղտոտ էր, այդպես մեջը շատ կեղտոտ էր։ Եվ այդպես մտածում եմ, ասում եմ, ես հիմա ասենց որ տանեմ այս մեքենան լվացելու տեղ է, ավտո լվացման տեղերը։ Իրանց մեջ ինչ կմտածեն, կասեն, ես ինչ փնթի մարդ եմ, մի հատ էս ինչ վիճակ է այս մեքենան։ Հիմա գնացի դրել եմ այդ մի հատ տեղ կար, տես տեղեր կա, չէ որ ինքը տեսանում։ Գնացի այդ պիլասոսը վերցրել եմ, մաքրում, այնքան տանջվեցի, չկարողացա տենց է մաքրեմ։ Հոգնած հիասթափված ասեցի տանում եմ, ինչ կուզի կտամ, ինչ էլ ուզում ա թող մտածի։ Էս մարդն է այդ մարդը, այդ իր գործը էս է։ Ես կտանեմ ինչ ուզում ա թող մտածի, էս է։ Հիմա չեմ կարողանում անեմ, ո՞նց անեմ։ Եվ հիշում եմ այդպես մեքենան տարա, ասեց հա շատ կեղտոտ է, մի քիչ շատ ուզեց, ասի ոչինչ մաքրի։ Ես էլ այդտեղ կանգնած մնացի։ Այսինքն ես հետո բան սովորեցի, ժողովուրդ, մենք ինչքան ենք պայքարում, որ մաքրվենք, ինչքան ենք պայքարում, որ կարգավորվի մեր վիճակը, նոր գնանք Աստծուն։ Ինչքան ենք պայքարում, որ դե մի քիչ էլ մաքրվեմ, նոր գնամ Աստծուն, ժողովուրդ, պիտի գնանք Աստծուն, որ մաքրվենք, գնանք Աստծուն, որ մաքրվենք, գնանք Աստծուն, որ ներվի, մաքրվի, որ կարողանանք Տիրոջը մոտիկանանք։ Եթե տեղ կա ուրիշ գնալու, ասեք գնանք, ուրիշ տեղ կա գնալու, չկա ուրիշ տեղ, չկա ուրիշ անուն, մեկ անուն կա երկնքում եւ երկրի վրա, Հիսուս Քրիստոս, որով կարող ենք փրկվել։ Դրա համար ինչքան լավ կլինի, որ ամենքս մեր հայացքը ուղենք դեպի Տիրոջը, դեպի Գողգոթա եւ տեսնենք նրա թափած այրունը, որ մեզ արդարացնում է, մեզ մաքրում ամեն մեղքից, եւ սրանից ավելի շնորհակալություն հայտնելով ավելի փափագենք ու ծառավենք, տեսնենք, որ Աստված այդ հարցը լուծել է, որ մենք մոտենանք նրան, ինչպես գրված ասում է, վարագույրը պատռվեց, բացվեց, մոտեցի Աստծուն, մի նայ այդ մտքերին, մի նայ այդ վախերին, մահվան վախերին։ Ես ինչ որ իմ հետ ա տեղի ունեցել, դա եմ ասում։ Այդ մահվան վախերին մի նայ։ Ես անգամ հիշում եմ, մի անգամ գիշեր արթնացա, այդպես մահվան շունչ էր եկել վրաս, երևի ժամը 6-ն էր։ Մահվան շունչ այնպես էր եկել այդ ազդեցությունը, որ ինձ թվում էր երևի էլ կյանքս չի շարունակվելու։ Եվ այսպես պարկածս տեղը հիշեցի այս խոսքերը ու դավանեցի, ասեցի ուր է ով մահ քու խայթոցը, ուր է ով գերեզման քու հաղթությունը։ Անցավ մի քանի րոպե, խաղաղվեց ներսս ու քնել եմ հանգիստ, ժողովուրդ։ Տեսնում եք, որ ավետարանի խոսքը մեր զորությունն է, ավետարանի խոսքը մեզ մխիթարում է, մեզ ուժ է տալի, որ չվախենանք մահից չվախենանք, մահ չկա Աստծուն հավատացողին, հապա Քրիստոս սպասում է իրան սիրողներին, որ մենք գնանք մեր Տիրոջ հետ լինենք հավիտյան, ամեն։ Կանգնենք աղոթքի։